Համյան քիչ առաջ ընթերցում էի նաև ձեր գրառումը, հետհայաց անդրադարձով գնահատել եք բացի մատնանշած սխալները, ինչը պակասեց հաջողության համար եւ ինչը պատճառ դարձավ պատերազմի։ Պատերազմում հաջողության հասնելու, հաղթանալու համար նախ պետք է ձերի ցանկություն ունենաս, որովհետեւ այս հատկապես վերջին 2-3 տարիներին իշխանության հնչեցրած բոլոր գնահատականները ըստ էության ցույց են տալիս, որ այն ինչ որ հրապարակային մատուցվել է հանրությանը, իշխանությունը իրականում մտածել է ճիշտ հակառակը։ Այսինքն այն հողը, որը դու քո հայրենիքի մի մասը չես համարում, այն հողը, որը դու հայ ժողովրդի բազմադարյան բնօրենը չես համարում, բնականաբար համապատասխան կամք էլ չես ունենա այդ հողը պաշտպանելու, առավել ևս, որ այսօրվա իշխանություններն էլ, ռազմաքաղաքական իշխանություններն էլ իրենց նաև վերաբերմունքով ցույց են տալիս, թե ինչ ձև են մոտենում այն բոլոր մարդկանց եւ նահատակներին եւ այն բոլոր մարդկանց, ովքեր ճիշտ ժամանակին, ճիշտ պահին հայտնվեցին ռազմաճակատում։ Իրականության մեջ մենք այս պատերազմի սխալների եւ տապալումների մասին պետք է միշտ հստակ խոսենք, որովհետեւ կարծես թե միշտ կախված է օդում, թե ինչ եղավ մեզ հետ, այն ժողովրդի, այն պետության հետ, ով հաղթանակներ էր կերտում, հաղթանակներ էր գրանցում եւ կապիտուլյացիոն սկսեց փաստաթղթեր ստորագրել, սկսեց իր հայրենիքի տարբեր հատվածները ադրբեջանական հռչակել, կորցրեց ոչ միայն Արցախը, այլ կորցրեց նաեւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները։ Եվ չեմ զլանա եւս մեկ անգամ կրկնելու համապատասխան տեղեկատվության, այդ թվում հետախուզության պարագայում պետությունը խաղաղից ռազմական ռեսերի չտեղափոխելը, ժամանակին զորքերը պահպանությունից պաշտպանություն չտեղափոխելը, կառավարումը համապատասխան ձևով չիրականացնելը, կարգապահական բազմաթիվ խնդիրները, պահեստազորի զորակոչման հետ կապված նախապես նախատեսված պլանների չիրացումը եւ կանոնավոր բանակը զորքից ջոկատի փոխադրումը բնականաբար չէր կարող իր էական ազդեցություն ունենալ պատերազմի ելքի վրա եւ ավելին ասեմ, այս մոտեցումը ոչ միայն չփոխվեց, այլ ժամանակի ընթացքում շատ ավելի խորացվեց չգնաժամը եւ դա բերեց նրան, որ այդ պատերազմյան ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունը շարունակեց կորուստներ ունել եւ տարածքային եւ մարդկային առումով։ Պարոն Աբրամյան, ինչու այսօր իշխանությունը համարձակություն չունի հրապարակել զոհերի միասնական ցուցակ, ինչն է խանգարում։ Ես առասարակ կարծում եմ, որ ամեն ջանք գործադրվում է մի կողմից քողարկելու այն ամեն ինչ որ տեղի ունեցել պատերազմից առաջ, պատերազմի օրերին եւ պատերազմից հետո։ Երկրորդը պետության վերաբերմունքը, որը արտահայտված է երկրի առաջին քաղաքական դեմքերի միջոցով, ըստ էության ցույց է տալիս նաև անարգանք բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր իրականում նվիրալներ են եւ իրենց կյանքը զոհաբերել են հանուն Հայաստանի Հանրապետության։ Այն իշխանությունը, որը հստակ վերաբերմունք ունի եւ չի գիտակցում մարդկային դերը եւ մարդկային արժեքը եւ առասարակ մարդկային սխրանքները, բնականաբար նրանից որևէ այլ ակնկալիք չենք կարող ունենալ։ Շնորհակալ եմ։